Մարտի 28-ին Թբիլիսի Աշթոլում կկայանա հիշատակի հանդիսավոր միջոցառում «Մեմիղ Վարչեմի Սաքարթվելո» խորագրով։ Այն նվիրված է Վրաստանի կաթոլիկոս պատրիարք Իլիա II-ի հիշատակին, ընդգծելով նրա հոգևոր ժառանգությունն ու հայ-վրաց եղբայրական կապերի ամրապնդման գործում ունեցած դերը։ Միջոցառումը միավորում է հավատքն ու պատմությունը, հիշեցնելով քրիստոնեության տարածման դարավոր ճանապարհը երկու ժողովուրդների միջև։ Ամսի 28-ին Արտխոլում նախավավկայի կուլտուրայի մեծ կուլտուրայի տուն է, այնտեղ նվիրված է «Մեմիղ Վարչեմի Սաքարթվելո», այսինքն դա դևիզն է էլի բանով, բայց ֆեստիվալը նվիրված է Իլիա II-ի կաթողիկոսի մահվան կապակցությամբ հայ-վրաց եղբայրության քրիստոնեություն տարածման բանով նշվի է այնտեղ մեծ շուկով, որ Հայաստանից շատ անսամբլեր կան, բայց մեր մոտից էլ 2-3 անսամբլեր պետք է մասնակցեն այն Թիֆլիսում, ու 17 հոգի աշակերտ ես եմ տանելու, երևի մի հետ կանել, մի քիչ էլ երևի շատ մեր աղջիկները ունեն, ուրեմն ինձ խոստացել է նոր զանգեցի Թամաս Քաջարյան ղեկավարն է, ես Մեմիղ Վարչեմի Սաքարթվելո ինքը կազմակերպիչն է, շատ լավ ինձ վերաբերմունքով է մեզի տրամադրված մեր անսամբլերին եւ իմ անսամբլից եւ մյուս մեր բարային անսամբլերին բաներին եւ միշտ ինչքան գնացել ենք հաջողությամբ ինք վերադարձել ենք մեր շրջան մի առանց մեդալի, առանց մեծ դիպլոմների, նվերների, բաների չենք վերադարձել, այս անգամ էլ իրանք խոստացել են, եթե այսինքն պետք է լավ ելույթ ունենա, եթե մի քիչ լավ ելույթ ունենան, բան արդեն ինձ ժուլի կար նստած բան կարող է մեծ գնահատականներ չստան, բայց ես այս կասկած չունեմ, որ մենք լավ ելույթ ուրեմն անպայման ես հույս ունեմ, որ մեդալներով եւ մեծ գովասանագրերով, բաներով, դիպլոմներով կվերադառնամ տունինոց մինდა։ Այս գեղեցիկ նախաձեռնությունը կնշվի մեծ շուկով, համախմբելով մասնակիցներին թե Հայաստանից, թե Ջավախքից, մասնավորապես Նինոց Մինդայից ժամանած անսամբլերը, այդ թվում դհոլի խմբերը, իրենց ելույթներով կհաղորդեն ազգային հոգի եւ տոնական դրամատրություն, երաժշտությունն ու մշակույթը կդառնա այլ լեզուն, որը կհնչի եղբայրության ու միասնականության ուղերձը։ Իմ մոտ պասիվ չկա։ Արդեն իմ մոտ հիմիկվանից արդեն ճիշտ է, արդեն անցել է ժամանակ, բայց գալիս են, արդեն մի 4-5 հոգի ունեմ ցուցակագրված արդեն, բայց մեր ընդունելությունը կլինի հունիսի 20-ից կսկսվի ընդունելությունը, բայց դասերը ինչպես միշտ սեպտեմբերի կամ 15-ին է, կամ երբ որ կսկսվի դասերը մեր երաժշտական դպրոցին, արդեն ինձ մոտ գրանցված արդեն մի 4-5 հոգի ունեմ։ Իմ մոտ պասիվ չէ, իմ մոտ պասիվություն չկա, ես 24 եմ աշակերտներ ունեմ, առաջի դասարան ունեմ 3-րդ դասարան եւ ունեմ 4-րդ դասարան։ Մեր յուրան ունի էլի առաջի դասարան եւ 2-րդ դասարան։ Կարծեմ 4-րդ դասարանի ավարտական ունի Հեշտիա գյուղից, Սատխա գյուղից։ Նա էլ է լավ պարապմունք, լավ արդյունքներ, բաներ ունի։ Ամսու 5-ին, եթե հնարավորություն եղավ տեսնենք պատրաստ եղավ յուրայի խումբը, նրան էլ կուղարկենք էլի Թիֆլիս, այն արդեն ուրիշ կուլտուրայի տուն է, բայց ծրագիրը, վերնագիրը ես չգիտեմ ինչ վերնագիրի բանի տagով է այդ օլիմպիադա ֆեստիվալը էլի, այն մուզեում է, մուզեի կուլտուրայի տունն է, էլի Թիֆլիս քաղաքում է Բաքվում։ Թբիլիսիում կայանալիք այս միջոցառումը ոչ միայն հիշատակի տուրք է, այլ նաև ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշ։ Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջող ելույթներ, բարձր տրամադրություն եւ արժանի հաղթանակներ։ Թող նրանք վերադառնան տուն լի ձեռքբերումներով, մեդալներով եւ ամենակարևորը՝ նոր հիշողություններով ու ամրացված բարեկամությամբ։